Դե միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի այսօր ժամը 8:30, այսինքն 1:30 ժամից։ Դե միջնորդություն ներկայացրեց քննիչը, հարցեր տվեցին պաշտպանների կողմից, դրանից հետո բնականաբար պաշտպանները ներկայացրեցին և բնականաբար նաև փաստարկներ, վերջում էլ Միքայել Սրբազանը ելույթ ունեցավ ու դրանով ավարտեց։ Առաջինը ինչ ելույթ ունեցավ և երկրորդը քննչականը ինչպես է հիմնավորում։ Տեսեք, մանրամասները հիմա երևի կարող բաց թողնենք, բայց հիմնական թեզերը կասենք, իմ գործընկերներն իմ այնց կօգնեն։ Ինքը շատ հետաքրքիր իրավիճակ է, նախ ասեմ, որ չկա ընդհանրապես իրականում չկա հանցագործություն։ Ինչու չկա հանցագործություն, որովհետև այդ հոդվածը ինչի մեջ մեղադրում են Սրբազանին, ինքը ասում է բռնության կոչերը, որը ուղղված է ուրեմն իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը փոխելուն։ Հիմա նայեք, սահմանադրական դատանը 2008 թվականին որոշում ունի կայացրած, որով բացել է, թե ինչ է նշանակում դա։ Եվ այդ որոշմամբ հստակ սահմանել է, որ պետք է այդ կոչերը նախ լինեն բռնության, երկրորդ պետք է լինեն իրական, երրորդ պետք է ուրեմն պարունակեն կոնկրետ գործողություն կատարելու նախապատրաստություն, կազմակերպչական և նմանատիպ պայմաններ։ Այսինքն անհասցե, որ նույնիսկ հիմա ես ասեմ, ես ուզում եմ իշխանությունը զավթել, այս անհասցե կոչը, որքանով է, որ ես դա ասեմ, որով հետևանք չի տալու։ Մյուս հարցը, տեսեք, Սրբազանը 2023 թվականին էլ է խոսել դրա մասին, ընդ որում, ինչպես հետագա նաև մենք այդ մեկնաբանություններից պարզում ենք, Սրբազանը պատմում է պատերազմի ժամանակ մի ինչ-որ իրողության մասին, ասում է պատերազմի ժամանակ ես ասել եմ այսպես, որ պետք է ռազմական հեղաշրջում լինի եւ այլ եւ այլ։ Այսինքն խոսում է ինչ-որ բանի մասին, ոչ թե կոչ անում, այլ պատմում է ինչ-որ բանի մասին։ Եվ դրա հետ կապված, երևի արդեն համացանցը տեղյակ եք, Դանիել Լեոնիսյանը ինքն է հաղորդում ներկայացրել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար։ Ինչևից է իր հաղորդման հիման վրա պարզվում է ընթացքում, որ նաև օպեր լիազորել է ոստիկանության նմանատիպ հաղորդում ներկայացած եղել։ Իրենք քրեական վարույթ չեն նախաձեռնել, համարել են, որ չկա այդ հանցագազմը։ Ուղղակի տեսակետ է, կարծիք է։ Այո։ Հիմա այս պահին ստացվում է, այդ նույնը հիմա է կատարվում։ 2024 թվականի այդ նույն թեմայի հետ կապված Սրբազանը կրկին խոսել է։ Եվ 2024 թվականից նոր հիմա են դա համարել, որ պետք է հիմա քրեական նման հետապնդում սկսել։ Մենք դա որակեցինք որպես պատժիչ գործողություն, ակնհայտ է, որ Սրբազանի, այսպես ասեմ, քննադատական կեցվածքը չի բավարարում վարչապետին եւ նրա հրահանգով, որովհետեւ այս ընթացքում, եթե հիշում եք, մի քանի երևի 30 րոպեվա մեջ 4 հատ ստատուս գրեց։ Ու կալանքին վերաբերվող, ընդհանրապես Սրբազանին վերաբերող եւ ակնհայտ է, որ այստեղ մենք ունենք ուղղված մի վիճակ։ Դատավորի հետ կապված, ինչպես գիտեք, դատավորը փաստաբանների շրջանում ունի վատ համբավ կալանքների տրման առումով, 2 անգամ բացարկ հայտնվեց, պարոն Սարգսյանը 2 անգամ բացարկ հայտնեց, մենք էլ միացանք բացարկին։ Այսինքն որ տարբեր հիմնավորումներով նաև սխալներ թույլ տրվեց, բացարկներ հայտնվեց, իհարկե մերժվեց, միջնորդություններ եղան, մերժվեց, ինչևէ, չգիտեմ, որքանով որ մեր պաշտպանական թիմը կարողացավ ասում, ոնց որ թե ինչ-որ բանի, ինչ-որ բան պատի մեջ ինչ-որ ճակ տեսանք, հիմա չգիտեմ դա ոնց կդրսևորվի, 1.5 ժամ հետո կհասկանանք։ Որոշումը կես ժամից էր։ 1.5 ժամից։ Քննչականը ինչպես է հիմնավորում, որ պետք է անպայման ընտրել ծայրահեղ միջոց, խափանման միջոց։ Այդ հարցերն են տվել, այդ հարցերը տրվել են, ինչու հենց ամենածանր խափանման միջոցը, ինչու օրինակ ոչ սա ոչ նա, ի վերջո դուք գործ ունեք Սրբազանի հետ,
պատասխանները շաբլոնային են, գրել ենք ավելացնելու բան չի։ Այսինքն որ ազատության մեջ կա խոչընդոտի, կթացնելի, հա։ Չէ, թիմքերը 50% ասեք։ Իրենք ասում են, որ կթաքնվի քննությունից, նոր հանցանք կատարի եւ կխոչընդոտի գործի քննությունը։ Բայց եթե անգամ օրինակ ոչ դիտարկենք, դրան հետևողներ չեն եղել, չէ՞։ Հետևողներ չեն եղել, բայց եթե ընդունենք, որ դա իբր թե հանցանք է, իրենք մտածում են, որ նորից այդ արտահայտությունը կարող է կատարվել, բայց այստեղ խնդիրը ինչու՞մ է։ Տեսեք, դատախազության կոլեգիայի որոշում կա 2018 թվականին գլխավոր դատախազի ղեկավարության, որ կոլեգիան որոշել է եւ հանձնարարել է բոլոր դատախազներին, որ միջին ծանրության հանցագործությունները, որոնք մինչև 5 տարի ազատազրկում են նախատեսվում, կալան խափանմիջոցը բացառապես են դեպքերի միջնորդում ներկայացի դատան, եթե անձը արդեն իսկ թաքնվել է կամ խոչընդոտել է կամ նոր հանցանք կատարել։ Սա այդ հոդվածն է։ Դա միջին ծանրության հանցագործությունը մինչև 5 տարի նախատեսող։ Երբ որ այդ հարցը իրենց տալիս ենք ինչի, իրենք չեն կարողանում պատասխանել եւ հարց են տալիս, եթե կոլեգիայի որոշումը ձեր համար պարտադիր է։ Եվ դուք ինչու եք սրբազանի նկատմամբ խտրական վերաբերմունք դասում։ Իհարկե պատասխան չկա։ Հաջորդ երբ որ ասում ենք թաքնվի, ասում ենք հրապարակումը կար արդեն ամսի 26-ից քրեական վարույթի նախաձեռնվել է։ Կարող է թաքնվել, այո կարող է։ Թաքնվել է, չի թաքնվել։ Երբ որ եկաք վեհարան, փորձեցիք ձերբակալել, ժողովուրդը թույլ չտվեց։ Հետո ինքը նստեց մեքենան, նորից թույլ չտվեց։ Հետո նորից երկրորդ անգամ իր ապահովների բացակայությամբ, երրորդ անգամ ոտքով։ Հիմա ինքնական եկավ։ Տրամաբանությունը ո՞րն է, որ այս պայն ուներ հնարավորություն չթաքնվեց, հիմա որ ազատ արձակեց, թաքնվեց, նորից որևէ պատասխան չկա։ Ասում ենք լավ, ինչի պետք է նոր հանցանք կատարի, ասում են դե քանի որ ինքը շրջանցել է օրենքով նախատեսված արկետները ոչ արել, այսինքն ասում են եթե դու խախտել ես օրենքը, հանցագործում ես, իբր թե արել, նորից տանես, սա բացարձակ աբսուրդ մոտեցում է, որովհետև չի կարող այդպես լինի, որ եթե դու մեղադրվում ես հանցանքի մեջ, դեռևս անմեղ ես, մենք ասում ենք, դա որ մեղադրվում ես, ուրեմն նորից կարող է կատարել։ Եվ երրորդը, երբ որ ասում են խոչընդոտել, ուրեմն սա բացառիկ գործ է, երբ որ օբյեկտիվ ապացույցի հետ գործ ունենք, այս քրեական գործի քննությունը ավարտվել է։ Ասում են կոչ, կոչը դրսևորվել է հրապարակային հայտարարությամբ։ Հրապարակային հայտարարություն զննել եք, ավարտվել է քննությունը, մնացած ամեն ինչի մասին ենք խոսում, դա աբսուրդ է, որ ասում են վկաներ հարցակնենք, այս գործը չի կարող վկա լինել։ Եթե վկա կա, սրբազանը խոչընդոտելի որևէ հնարավորություն եւ իմաստ ու կարիք չի տեսնում, որ գնա խոչընդոտի, ասեք, որ հրապարակային չի եղել տեսանյութի եւ այլն։ Իրենք ունեն վկա։ Չունեն, բնականաբար չներ կարող ունենալ եւ նշում են, որ կարող է կեղծիք անի։ Ինչը պետք է կեղծի, եթե տեսանյութի մասին է։ Եվ ամենակարևորը, այստեղ շատ հստակ պարոն Զոհրաբյանը դրա մասին ասաց, բայց սազում հատկապես նորից արձանագրել, իրենք մեղադրանքի մեջ նշել են, որ մշտապես երկար ժամանակ, ասեմ նույն տեսանյութի մեջ օրինակ 6 տարի դրա մասին խոսում եմ, որ ռազմական հեղաշրջում։ Լրագրողը ասում է, որ դուք դրա մասին ասել եք, ասում է, ասել եմ, այո, դրա մասին նորից ասում եմ։ Հիմա եթե 2013, տեսեք, ասում է 6 տարի ասել եմ։ Հիմա իրենք ասում են, այս երկու հրապարակումը որ կա 24 եւ 25 թվականների, դրանք նույն արարքի կրկնությունն է։ Հիմա ասում ենք, ինչի սրանք 2023-ի կրկնությունը չէ, եթե նույն բանի մասին անտեղ խոսում են։ Եթե 2023-ի մասով դատախազությունը ասել է, որ սա օրինական վարքագիծ է, դու որևէ տեսակի իրավախախտում հանցագործություն չես կատարել, սրբազանի մոտ գալիս է օբյեկտիվ ընկալու, որ սա հանցագործություն չի, առաջինը։ Եվ երկրորդը, երբ որ սա պետությունը արդեն գնահատական է տվել, սա նշանակում է հրաժարվել են քրեական հետապնդում իրականացնել։ Երկրորդ անգամ նույն մեղադրանքով արգելվում է նորից վարույթ նախաձեռնել եւ մեղադրանք ներկայացնել։ Սա, եթե ուրիշ ոչ մի բանի մասին չխոսենք, միայն այս փաստարկը բավարար է, որ դատանը ասի, որ իրավաչափության պայմանները բացակայում են։ Ցավոք սրտի դատանը, երբ որ դրա մասին ասացին, դատանը ասաց, որ ինքը այս փուլում այդ հարցը քննարկելու իրավունք չունի, ինչի համար եւս մեկ անգամ բացակայեցին, որովհետեւ դա աբսուրդ մոտեցում է։ Սա իր առաջին ամենակարևոր պարտականությունն է, օրենքով եւ վճռաբեկ դատան նախադեպել է, ինքը դրա մասին ասում է, որ չի քննարկելու, ինչը մեզ հիմք տվեց ընդհանրելու, որ ինքը արդեն ունի որոշում, թե ինչ պետք է կատարել, դրա համար բացարկա հայտնեց։ Ոսկե փոխանցում հասկանալ։ Դրանք ասում ժողովրդներ գնահատման բանիմներ, երբ հասկացը եւ ինքերը եւ չնայած զարմանալի կարող է թվալ, բայց այնուամենայնիվ ակնկալում չգիտեմ, որ պետք է կանալ չլինի։ Հասկանում եմ, հիմա 23 թվականի, 24-25 թվականի այդ